չի, բայց կար ճանրադառնան, թեպետ ենք շատ ենք խոսել այդ մասին, վաղաշը հարցումն ներկունել է մենք բազմիցս անդրադարձել ենք դրան, ելնելով նրանից, որ նա ռազմական գործիչ է, նա սպա է, և ընդունել այդ պաշտոնը տեսնելով հայկական բանակը ինչ վիճակում է գտնում և Հայաստանը ինչ վիճակում է գտնում։ Այստեղ վարչապետի անձը ոչ մի դեր չի ծախսել, մարդը ընդունել է պաշտոնը, որպեսզի անի այն, ինչ պիտի անի, որովհետև դա է իմաստություն։ Եվ վստահ եմ, որ ոչ մի ստեղ չի ներկայությունը գործածում և անհաստ է, որ նա առաջնորդություն բանակաշինության գործում, ներպետության կայացման գործում, որ բացի դրական արդյունքներից նա ստվել ոչ մի պարագոտ չի Վերև կան քիչ, վերև կանգնեք Սպարտակ Յուրեղյան Ձեր այս հանդերձանքով հանդերձ որ եկել եք ներկայանալու, սա չի արժեզրկում արդյոք ընտրական այս պրոցեսները, գործընթացը, որին դուք ևս մասնակցում եք։ Նախ մենք շատ ուժեր գիտեք, ասում են, որ հետևները կանգնած մութ ուժեր կան։ Մենք որոշեցինք այս ակցիայով ցույց տանք, թե բոլորին դեմի հետևում ինչ ուժեր են կանգնած։ Խոշոր հաշվով այս ուժերով է հնարավոր միայն փրկել Հայաստանը, բայց ես չեմ ուզում ավել փորձենք հարցերով անլրջացնել այս իրավիճակը։ Շնորհակալություն։ Այս հանդերձանքը նկատի ունի։ Հա, մեր սուպեր հերոսներն են, ովքեր մեր մեջքի հետևում են կանգնած, ասենք, եթե մեր հետևում սուպեր հերոսներն են, Ռուսաստան, Ամերիկա, բան, այդ մեր դեմ էլ չեն կարող խաղալ։ Եվ կարծում եք, որ բնակիչները կգան եւ ձեր սուպեր հերոսներին ձայն կտան։ Մեր սուպեր հերոսներին չեն ձայն տալու, սա մեր հետևում կանգնած ուժերն են, կգան բնակիչները, որովհետեւ ամեն մարդ հասկանում է, որ այս իրավիճակը ընդհանուր առմամբ այնպես չի, որ շատ լուրջ է, բայց մենք ներկայացնելու ենք բոլորին դեմ քաղաքացու։ Բոլորին դեմը իրենք իրենց են դեմ։ Բոլորին դեմը յուրաքանչյուր տեսակ ուժի, որ այս համակարգով ընտրվի ու կառավարի։ Եվ հետևաբար մեր դեպքում էլ մենք 100 օր հետո հեռանալու ենք, նշանակելով նոր արտահերթ ընտրություններ։ Այսինքն ձեր նպատակը ոչ թե ընտրություններին մասնակցել, ընտրվելն է, այլ չեղարկել։ Մեր նպատակը ընտրվելն է, դրանից հետո կարևոր փոփոխություններ իրականացնելը եւ արտահերթ ընտրություններ նշանակելը։ Այսինքն մենք ժողովրդից ուզում ենք ձայն, բոլորին դեմը իդեպ քվեաթերթիկում համար 2-ն է, եւ հաղթանակի նշան է եւ ինչ որ առնով սա ուղերձ է բոլոր ուժերին, որ իրենք այս 35 տարում մեր կողմից ու ժողովրդի կողմից ստանալու են 2 գնահատական։ Այդ 100 օրում ինչ էական փոփոխություններ կկարողանաք անել, որպեսզի ձեր ուզած երկիրն ունի եւ արտահերթ։ Մենք 100 օրում երկիրը չենք փրկելու, բայց մենք 100 օրում այնպիսի փոփոխություններ ենք անելու, որ դրանից հետո եկած ուժերը հնարավորություն կունենան երկրում փոփոխություններ իրականացնելու։ Որպես բոլորին դեմ մենք չենք մասնակցելու, բայց մեր անդամները ազատ են իրանց կողմից միանալու նոր ուժերի կամ իրենց ուժերը ստեղծելու ու բացառությամբ մեր վարչապետի տեխնացուի, որը եւս չի մասնակցելու։ Օրինակ ձեր անվանումը ձեզ են վերելու է։ Այո, որովհետև Հայաստանում 30-ից 40% մարդ կա, բոլորին դեմ է։ Մենք այդ մարդկանց հույզերն ու էմոցիաներն ենք արթնացրել այս ընտրություններից առաջ, որովհետև այդ մարդիկ մինչև հիմա իմաստ չուներ, որ իրանք գնային ընտրության, իրանք իմաստ չէին տեսնում, իսկ այսուհետ արդեն այդ իմաստը կտեսնեն ու այդ երկու նշանակելու հնարավորությունը կունենա մեր ամբողջ ժողովուրդը։ Եվ քարոզարշավին սուպեր հերոսների կերպարներով եք մասնակցելու։ Այդ անակնկալները լինելու, այս ուզեմ նաև լրատվամիջոցներին հատուկ դիմել, մեր այս կրեատիվ մտքերը շարքա լինելու, այն ժամանակ, երբ որ մենք ուղարկենք հաղորդագրություններ որոշ ակցիաների, սպասեք շատ ավելի լուրջ անակնկալների, քան այս անակնկալներ։ Որպես հավելում, եթե թույլ կտակ, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունում 30-40% առնվազն ամենապեսիմիստական հաշվարկով 30-40% մարդ կա, ով որ բոլորին դեմ է, այդ մարդիկ այս պրոցեսին ընդհանրապես լուրջ չեն վերաբերվում, որովհետև եթե այս պրոցեսին լուրջ վերաբերվեն, այդ մարդին կգնային ընտրատեղամաս ու կքվեարկեն։ Դրա համար շատ կարևոր է ֆիքսել, որ բոլորին դեմ եմ կուսակցությունը
դա կուսակցությունա ոչ թե գաղափարախոսական, ինչ-որ ծրագրով երկիրը փրկելու կամ եւ այլն, բոլորին դեմ եմ, դա գործիք է քաղաքացիների համար, այն բոլոր քաղաքացիների համար, ովքեր որ զզվել են այս համակարգից, իրենց դուր չի գալի այս թատրոնը, դա գործիք է, որով կարան գան գնահատական տան եղած քաղաքական դաշտին։ Ընտրությունների երբ որ մարդը բոլորին դեմ են, ուղղակի անբավեր էր անում, պատում էր քրտ, այսինքն հնարավորությունն է դիտկամ քեթը հայտելու։ Այս դեպքում բոլորին դեմ չի նշանակում, որ ձեզ կողմն է, չէ՞։ Այո, որովհետև նայեք, ընտրություններին չգնալը, ընտրություններին գնալ քվեաթերթի փչացնելը, այդ բոլորը հավասարազոր գործունեություններ են ու այդ բոլոր գործողությունները արդյունք չունեն ընտրությունների վրա։ Ոչ քաղաքական արդյունք ունեն, ոչ իրավական արդյունք ունեն։ Դրա համար մենք սարքել ենք իրավական գործիք, բոլորին դեմ եմ կուսակցությունը, որի միջոցով քաղաքացիները կարան այդ ձայնը տան, իդեպ այդ ձայնը մեզ չեն տալի, որովհետև մենք դրա արդյունքում ոչ մնալու ենք իշխանության, ոչ մանդատներ ենք պահելու։ Բոլորին դեմ եմ նպատակը այն է, որ եթե բավականաչափ քանակի մարդիկ գնահատական տան այս համակարգին, կախված գնահատականի մեծությունից, կտան այնքան գնահատական, որ մենք կանցնենք ազգային ժողով ու ցույց կտանք, որ այսքան մարդ կար, մանդատները կշպրտենք, դուրս կգանք, այդքանը կանենք։ Այնքան գնահատական կտան, որ մենք կկարողանանք, այնքան թափ կունենանք, որ նոր ընտրություններ նշանակենք, նոր ընտրություններ կնշանակենք։ Դե օրինակ ինչ երաշխավորություն ունի Հայաստանի ժողովուրդը, որ իշխանության համը զգալու դեպքում չեք որոշի պահել իշխանությունը։ Որովհետև նայեք, առաջի բանը հետևյալն է, բոլորին դեմ եմ, միակ քաղաքական ուժն է, ով որ հայտարարել է իր ծրագրերը բոլոր տարերով, բոլոր իրագործման քայլերով հանրային 6 ամիս է, մեր բոլոր քայլերը հրապարակված են, այդտենց քաղաքական ուժ գոյություն չունի, որ իր ծրագրերը քայլ առ քայլ ներկայացնելա, դա մեկ։ Երկրորդը, եթե մեր մոտ ստացվի իշխանության գալ, դա լինելու է փոքրամասնության իշխանություն, այսինքն մենք պետքա կարողանանք իշխանությանը ու ընդդիմությանը բերենք ընդհանուր հայտարարի ու ժողովրդի կամքը, որ այս բոլորին պետքա մաքրել ու նոր ընտրություններ անել, այս կամքը այդ մարդկանց հասկացնենք, այդ քաղաքական ուժերին։ Եթե դա ստացվում է, խորհրդարանը էլի մնալու է իշխանության ու ընդդիմության ձեռքում մեծամասնությամբ։ Եթե մենք հանկարծակի ինչ-որ սխալ բան անենք, մեզ impeachment կանեն, տեղում իշխանությունից կհանեն։ Կարող են նկարանենք նոր ամեն ավարտեցին չէ, հարցրեք։ Շնորհակալ։ Ապրելու արդեն ինչքան է։ Մենք եներեք ես ենք պարել։ Ես եմ պարել։ Հալկը լավ չէ։ Հալկը պամպը։ Ինգերներ սուպերհերոսներ ձեռով ենք անում։ Շնորհակալություն։